լկտիության, ցածր այդ մակարդակի խոսելավոճի նույն շարունակականությունն է, իրանք կարծում եմ հույս ունեմ, որ մեր ժողովրդի մի զանգված ինտերվյու է գալիս ու դրա համար այդ ամեն ինչը։ Բնականաբար մանդատ չվերցնելը իրենով չպայմանավորված լինելով, ոնց ճիշտ համարենք դա ենք անելու։ Ինչ անեմ, ոնց անենք այս հարցը ոնց լուծենք։ Տեսեք, եթե կհիշեք մի անգամ ազգային ժողովում միջադեպ եղավ իմ հետ կապված էլ, ես այսպես զայրացել էի, դա ինչ հետո նույնպես խոսում էին, դե թող ինքը փորձվի, հետ գա, տեսնի։ Ոչինչ բան չի եղել, այսինքն բնականաբար գնացել եմ, ես չի որ ինչ-որ մեկի խոսքից վախեցել եմ կամ բան, գնացել եմ, այնտեղ նստել եմ հատուկ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, խոսում են թող խոսան։ Իսկ մտավախություն չունեք հաշվի առնելով, որ նախորդ խորհրդարանում էլ բոքսի դրվագները բավականին շատ էին խացով խփելու, շշով խփելու եւ այլն, մտավախություն չունեք, որ խորհրդարան գնալու դեպքում հաշվի առնելով, որ ողջ քարոզարշավը անցավ համբալներ կզծնելու եմ, սատկացնելու եմ խոսույթի ներքո, իրանք շատվոր են թվականակով, գլխականակով, ինչպես խոսույթ էր դարձել դա, շատվոր են եւ այսպես ծեծի դրվագներ են լինելու, ծեծելու են ընդդիմությանը։ Իսկ թվում է, եթե ընդհանուր ընդդիմությունը նման որոշում կայացնի, որ գնում է, պետք է նաեւ այս ամեն ինչին պատրաստ լինել, իհարկե։ Մենք գիտեք, ով ընդդիմադիր է, ով էս պայքարի մեջ է, մեծ հաշվով կարծում եմ ամեն ինչ էլ պատրաստ է։ Ամեն մեկը առավոտը պատրաստ է որ մտնելու են տուն, պատրաստ է որ մեքենայով ուղղակի քաղաքով գնալուց կարող է, չգիտեմ, կանգնացնեն ինչ որ բաներ անեն, բոլոր ընդդիմադիրների հետ կապված տարբեր այսպես տեղեր հիմա հարկային տերոր է գնում, նաև դեմոնստրատիվ, այսինքն մենք ամեն ինչ էլ պատրաստ ենք մեր խնդիրը առնելու, այդ ամեն ինչին ճիշտ ձևով դիմակայելու ու արժանի հակահարվածը տալու։ Ծեծվելու պատրաստ է։ Բայց ինչի ծեծվելու օրինակ։ Ոչ ծեծելու։ Թվականակով քիչ եք, իրենք շատ են։ Ուրեմն պետք է ավելի ուժեղ լինենք, ավելի պատրաստված լինենք, ավելի կազմակերպված լինենք նաև այդ առումով։ Բայց կարողանալ եք։ Դուք պարապում եք։ Դուք պարապում եք, անձամբ դուք ամենացած։ Պարոն Քոչարյան, տեսեք, ձեր հաղթանակը գողացվել է, թե չի գողացվել։ Տեսեք, մենք մեր քվեները ստացել ենք, մենք մեր քվեները հնարավորին չափ պահել ենք, բայց մեր քվեները կարող էր լինել շատ ավելի շատ, ու ոչ միայն մեր, կարծում եմ նաև շատ ընդդիմադիրների քվեները կարող էր լինել էականորեն ավելի շատ, եթե չլներ են վախի տոտալ մթնոլորտը, այս հարձակումները վարչական ռեսուրսների ակնհայտ չարաշահումը, ու մի խոսքով այն ամեն ինչ որ հիմա քննարկվում է։ Ինչ որ ձևով տեսեք, ես եթե անկեղծ ասեմ, Ալեք ջան, չէ, արի մի հատ ճշտենք, էլի։ Գողանալը մի բան է, ես ավելի, իմ համար ավելի անհասկանալի է քաղաքացիական պայմանագրի այդքան ձայնը, եթե անկեղծ խոսենք։ Մենք մեր քվեները ամեն ձև, չնայած նրան ինչքան տարբեր նաև ընդդիմադիր դաշտից մեր վրա հարձակումներ կային, գիտեք, շեմ չհաղթահարել, մնացած ինձ թվում է միակուժն էինք, որ ամեն կողմից էին հարձակվում։ Չնայած դրան մենք շեմը հաղթահարել ենք մի բան էլ վրայից ավել, այսինքն իմ խնդիրը այդքան մեր քվեների քանակի մեջ չէ, ինչքան քաղաքացիական պայմանագրի տարած քվեներից ավալ։ Հիմա երբ որ ասվում էր, որ եթե փորձ անեն գողանալ մեր հաղթանակը, դա որ պարագայում պետք է արտացոլվեր, որ օրինակ ասեր, որ դա համապատասխանում է իրականությանը, այսինքն այդ գողությանը հաղթանակ գողանալու հանգամանքը ինչպես էր արտացոլվելու, որ դուք տեսնեիք, մենք տեսնեինք։ Տարբեր ձևերով դա կարող էր արտահայտվել, հիմա ներկա փուլում ունեցած արդյունքների համատեքստում, ընդհանուր տրամադրություններում որ կա, այս պահին Սահմանադրական դատարանում է գործը, սրանից հետո մնացած քայլերը պետք է ոչ թե առանձին ուժի անելիք լինի, այլ ընդհանուր ընդդիմության անելիք լինի։ Իմիջիալոց մենք նաև այն ուժն ենք, որ նաև ամենասկզբից հայտարարել ենք, որ տեսնում ենք հնարավոր համարում ենք ընդդիմության միասնական հաղթանակ։ Մենք եթե ուշադիր եղել եք, կհիշեք, որ մենք մշտապես սա ենք կարևորում, ընդհանուր նաև ընդդիմադիր դաշտի միասնական պայքարը շատ հարցերի դեմ, այսինքն մեզ շատ չէինք առանձնացնում, չէինք ասում, որ մենակով պիտի ամեն ինչ անենք, ու հիմա լավ է, որ ի վերջո այս ընկալումը կա նաև ընդդիմադիր դաշտում, ինչի եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը, ինչի եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը պետք է ընդունվի միասնաբար։ Պարոն Քոչարյան, դուք այս անցյալ 5 տարվա արածից ավելին եք անելու հաջորդ 5 տարում ձեր քաղաքական ուժը։
տեսեք, Եթե մանդատներ վերցնի, ավելի ինչ որ բան եք անելու։ մենք պիտի փորձենք ավելին անել։ Մենք պիտի իսկապես հասկանանք նաև նախկինում այն սխալները, որոնք հաջողության չեն բերել, այդ սխալները նորից շանենք։ Մենք նաև ունենք քաղաքական դաշտում ընդհանուր այսպես թարմություն ունենք, նոր ուժ կա նաև, որը նաև ավելի հեգեմոն դիրք է զբաղեցրել ընտրությունների արդյունքում։ Դրա համար ես հիմա չեմ ուզում առանձին, ես դրա համար հիմա չեմ ուզում այսպես մեզ առանձնացնել, քանի որ որոշումներ կան, որ համոզված եմ, որ պետք է արդյունավետության տեսանկյունից պետք է ընդունվեն միասնաբար։ Ըստ էության ընդունում եք, որ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ։ Ես դա չեմ ընդունում, իրականության մեջ դա չեմ ընդունում, որովհետև ընտրությունները հիմա արդյոք մենք կարող ենք մի քանի չստացված փողոցային պայքարից հետո ասել, որ փողոցով հնարավոր չէ իշխանություն փոխվի։ Օրինակ, ասենք, եղավ դիմադրության շարժում, եղավ փրկության շարժում, եղավ սրբազան պայքար, բայց ես դա էլ այդպես չեմ համարում։ Ես չեմ համարում, որ փողոցով հնարավոր չէ։ Նույնպես էլ գտնում եմ, որ սխալ է ի սկզբանե ասել, մենք նաև գիտեք, միջև ընտրությունները շատ մեր գործընկերների ընդդիմադիր դաշտի ասում ենք այդպես մի ասեք, որովհետև գալու է ընտրությունների օրը ու մենք քաղաքացիներին խնդրելու ենք, կոչ ենք անելու, որ գնան մասնակցեն։ Եթե այն գլխից մթնոլորտը այնպեսին ենք ստեղծում, որ ընտրություններով հնարավոր չի, հետո ինչպես պիտի խնդրենք մարդիկ գնան մասնակցեն։ Կարծում սա ճիշտ մոտեցում չէ, կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ, վարչական ռեսուրսը, մնացած այս ապօրինությունները, որ արվում է, բայց այսպես գլխից տակից դնել ասել ընտրություններով հնարավոր չի, կարծում եմ ճիշտ չի։ Որ ասում եք, ես լավ չլսեցի պատասխանը, որ ասում եք ձեր ձայները գողացել են, Հայաստան դաշինքի։ Օրինակ, Ճիշտ եք ասում, լավ չլսեցիք։ Ինչ է, նման չեն գողացել այսինքն։ Ասում եք քպեի ձայներն են։ Ես ասում եմ, որ մենք մեր ձայները տարել ենք։ Ես կարծում եմ, որ մեր ձայները ոչ թե գողացվել են, բայց եթե ինչ որ գործողություններ ԿՊ-ն չաներ, այն տերորի մթնոլորտը, վախի մթնոլորտը, վարչական ռեսուրսը չլներ, այդ ձայները կարող էին ավելի շատ լինել։ Այսինքն մի բան դու ստացել ես X ձայն, դրանից ինչ որ բան վերցրել են, մի բան որ դու ստացել ես X ձայն, բայց կարող էր ստանալ X + Y ձայն։ Էս եմ ասում, դրա համար գողանալ արտահայտությունը մի քիչ այստեղ ճիշտ չեմ համարում։ Հայաստան դաշինքին ընտրողները վախեցել են հաստատ։ Ես կարծում եմ ընդհանուր, այստեղ չառանձնացնեմ Հայաստան դաշինքը, ահավոր վախի մթնոլորտ է եղել։ Մարդիկ վախենում էին մեր հավաքներին գալ մասնակցել։ Հատկապես առավոտից օրինակ հիմա ի վերջո մենք էլ գրեթե 150,000 ձայն ենք չստացել։ Խոսքը դրա Դուք վախենալով եք Հայաստան դաշինքի ես էլ չեմ վախենում, չէ՞, պայքարի մեջ ունելով, թե բանտարկելով, թե մնացած անհարմարություն ունենալով, այստեղ եկեք հասկանանք, որ շատ քանակի մասին ենք խոսում։ Երկրորդը նույն ընտրությունների առավոտը եղել է տեղեկություն միանգամից թափանցիկ ծրարների հետ կապված։ Սա էլ հաջորդ բանն է, որ հատկապես մարզերում շատ ազդում սա, որ իմանանք մեկա դուք ոնց եք քվեարկելու, թաքնված տեսախցիկներ կան, այս հիմար խոսակցությունները, որ երևի բոլորի ժամանակ էլ սրանք եղել են, ու նաև այս առավոտը թափանցիկ ծրարները կարծում եմ դրանք էլ շատ նաև ազդել են, մարդիկ որ ասել են շարժ գործանքից հեռու կոպտացեցեք, պետք է գնայի ընդդիմությանը ընտրեի, չընտրեմ, որովհետև կարող է ԿՊ-ն իմանա, ու հետո այս խնդիրը։ Ռուբինյանի հետ հեշտ կաշխատեք, թե Ալեն Սիմոնյանի հետ էր։ Ես իրանց մասով ոչ մեկ էլ հաստատ հեշտ չեմ աշխատելու, այստեղ իրանց հետ աշխատելու մասին չէ։ Ումների գնալ դե նման փորձ ունեցել եք։ Ես ինքս մի անգամ եմ գործողման գնացել այդ շրջանակներում, որտեղ ելույթ եմ ունեցել ու հետ եմ վերադարձել, բարձրացրել եմ Արցախից բռնի տեղահանվածների հարցը, մնացած այդ նյուանսները դեք այդ հետագայում պետք է լինի, երբ որ կլինի որոշում մանդատներ վերցնել թե չվերցնել, դրանից հետո չկա դեռ որոշում։ Այս ընթացիկ աշխատանքի հետ կապված թե ինչ ձևով, եթե գնանք, ինչ ձևով պետքա գնանք, ինչ պետքա չանենք, ու սա նորից եմ կրկնում, պետքա լինի միասնական մոտեցում գնացողների։ Որոշում չկա դեռ մանդատներ վերցում։ Պարզապես Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ասում էր, որ դա կարևոր գործիքներ են, այսինքն ասել է այդ մասով որոշում չկա դեռ, բայց մանդատները նաև պայքարի տեսանկյունից կարող են լինել օգտակար։ Պարոն Քոչարյան,